Այսօրվա մեր հաղորդումը նույնպես դասվում է յուրահատուկների շարքին, որովհետև մենք այսօր չենք խոսելու կոնկրետ մասնագիտության տեր մարդկանց մասին։ Այսօր մենք խոսելու ենք այն մարդկանց մասին, ովքեր անկախ մասնագիտությունից և սոցիալական վիճակից կարող են դառնալ մեր հաղորդման հերոսը։ Խոսքը գնում է այնպիսի արատավոր երևույթի մասին, ինչպիսին է հարբեցողությունը։ Այսօրվա մեր հաղորդման հերոսներն են հարբեցողները։ Հարբեցողները այն մարդիկ են, ովքեր չեն հիշում իրենց կյանքի 90%-ը։ Հարբեցողները այն մարդիկ են, ում համար ծնողները ոչ թե սրբություն են, այլ երկրորդ բաժակ։ Ընկերները ոչ թե մանկության են, այլ բաժակի, վարունգը ոչ թե բանջարեղեն է, այլ զակուսկի։ Անխելք մարդիկ խմում են առանց պատճառ, իսկ խելացի մարդիկ միշտ էլ պատճառ կգտնեն։ Եվ եթե հասարակ մարդկանց արյունը որոշում է ռեզուսով, ապա հարբեցողներինը գրադուսով։ Շատ հարբեցողներ հաճախ հայտնվում են այնպիսի վիճակում, որ եթե մի 50 գրամ էլ ներդրում կատարեն իրենց օրգանիզմ, ապա կդառնան անշարժ գույք։ Սերգո ջան, հələ վաղտը չի։ Վաղտը։ Ես բելերիվն է չլեր սոված կսատ կեիք, դե լիծ աղբերեց։ Լիծ։ Արզուման։ Աջան։ Ես ուզում եմ խմեմ մեր ընկերության նացը։ Այ օպտո։ Ես, քեզ։ Ես կան վաղտմանից գիտեմ։ Մենք իրար հետ մագապարտեզ են գնացել, դպրոց ենք սովորել, ծառայել ենք, իրար հետ խալում ենք, ու իրար հետ մերրել ենք։ Ինչ եմ ուզում ասել։ Աս։ Ողոր մի քեզ մնայում։ Մի բան եմ ուզում ասեմ, բայց աղբոր պես ինձնից չնեղանաս։ Եթե պետք է նեղանամ, մի ասա։ Չէ, հոգունս տաքացել է, պտի ասել։ Հիշում ես, որ իրար հետ 3 ֆուր ցեմենտ դադարքինք։ Հիշում ես, որ եկա ասեցի, շեֆը կծել է։ Հողը շիդվում է։ Այդ փողը այստեղ է վեկալ է տարեկել է։ Այդ բանը դու պետք է չասեիր։ Եկար աղբեր ջան։ Եկա։ Ես ասի նեղացած կլնես չես կա։ Բայց որոր բան գիրնենք, որ պետք է նեղանանք իրարից։ Լիզ։ Արզուման։ Այժան։ Ինձանից հաստատ չես տեղացել։ Դա չի այդ ցավը տարեմ թքած այդ փողի վրա։
Արզումը։ Մաջի։ Մի հատ բան եմ ուզում ասեմ, բայց աղբորպես ինձնից չնեղանաս։ Աղբեջան, դե բլին նեղարան մի ասեմ, մի ասեմ։ Կոկոն ես տակ ասելա, պդի ասեն։ Դե ասեն, ասեն։ Հիշում ես, որ ձեր տնից ոսկեղեն էր կորել։ Հիշում եմ, աղբեջան, հիշում եմ։ Այդ ոսկեղենը այստեղ են էր տարե, գերեխամեն է։ Այդ բանը դու պատի չասեիր։ Արզուման, Շալա։ եկար աղբեր, ես ասի նեղացած կլես չես կա։ Բագիջան, էլ որ բագին ենք, աղբեջան։ Թակազդ փողերի վրա, թակազդ ոսկեղենի վրա, բամբեն կգերշենք, լիս խվենք կգերշենք, լիս ապա։ Լից։ Չէ, աղբեր ջան, ես չեմ խմում։ Արա ոչ չես խմում, Էլի խմելու եմ, էլի կոկոնը ստականա, մի բան ասեմ ու կրվենք, աղբեր ջան, դրա համար ես չեմ խմում։ Աղբեջան, էլի եմ ասում, թակազդ փողի վրա, թակազդ ոսկեղենի վրա, լիս, խմի, կեն խմի, կեպարան, ծավալ տանեմ, աղբեջան։ Դե որը տենց, թքած կնգատ վրայի աղբեր լից խմենք։ Հարբեցողները այն մարդիկ են, ում համար 300 դրամանոց օղին ավելի թանկ է, քան ամուսնական մատանին, ում համար մեկ բաժակ օղին ավելի հարազատ է, քան հարազատ եղբայրը, ում համար լիտրը ոչ թե հեղուկի չափման միավոր է, այլ օրվա դոզա։ Շատերին թվում է, թե հարբեցողները չունեն կամքի ուժ, բայց դա այդպես չէ։ Եթե նրանք չունենային կամքի ուժ, նրանք չէին կարող դիմակայել այդ քանակի մարդկանց, ովքեր նրանց ամեն օր ստիպում են թողնել խմելը։ Իսկ ինձ թվում է, այն հարբեցողները, որոնք մի օր կթողնեն խմելը, կգրանցվեն կարմիր գրքում։ Բարև ուժ աղբեր ջան, հələ մի հատ չսրսկես բան եմ ասում։ Չի եմ սրսկի, եկեք նստեք։ Ասեք տեսնեմ ինչից եք ուղղում։ Ուժ աղբորս ասեմ, լավ չէ։ Լարդս մեծացել է, լրիվ տարել է հորս թայն։ Սաղ գիշեր ես լարդս մաղկտում է, ձենը չեմ կարում կդրեմ։ Ստամոքսի խոց ունեմ։ Պոշկեքս է լավ չի։ Ես աչ պոշկես։ Լրիվ ատկասար է, բայց ես ծախին հալալ է։ Լրիվ պրեզնատակալ է։ Սիրտս է լավ չի։ Մեկ աշխատեմ, մեկ չի աշխատեմ։ Հիմա եկել եմ, որ դու ինձ բուժես։ Բուժը աղբերս։ Մի հարց ձեզ տամ, ծխում եք։ Հա, ծախեմ նայես։ Չէ, ծխել պետք չի, ուղղակի հարցերից պատասխանեք։ Ալկոհոլ օգտագործում եք։ Շանից շատ։ Ուրեմն, առավոտը հելնում եմ, մի հատ խմում եմ, հետո գնում եմ գործի, վերևի ժամանակ ընկերներիս հետ մի 3-4 հատ խմում եմ, հետո ընկերներիս հետ գալիս ենք տուն, մի 3-6 հատ ենք խմում, հետո պարկում քնում եմ, հետո առավոտը հելնում եմ, մի հատ խմում եմ,
Գնում եմ ընկերներս հետ Պերևին մի 3-4 հատ խմում եմ, իրիկունը գարս ենք ընկերներով տող, մի 3-6 հատ ենք խմում, որ քնեմ ու առավոտ եմ, որ մի ատ եմ։ Ստոպ, օրը 10 բաժակը դա նորմայից ավել է, այդքան չի կարելի խմել։ Բժո ջան, ոչ թե 10 բաժակ, այլ 10 շիշ։ 10 շիշ։ Ենա ասեք, օղին պատվերեք տվի, որ ձեզ սպանի։ Դες չի կարելի։ Դες չի կարելի անել։ Դուք պետք է պարտադիր բուժում ստանաք։ Ու պետք է թարգեք ձեր խմելը։ Ես ինչ ասիր, այ բուժ աղբեր ջան, հարախը իմ դպրոցական ընկերն է, ես չեմ գրեին այդ դավաժանը։ Լսիք ես ինչ եմ ասում երիտասարդ։ Եթե դուք չեք ուզում, որ մի քանի ամիս հետո ձեր ընկերները ձեր օղորմաթասը խմեն, ուրեմն պետք է թարգեք։ Չասիր բեժորա։ Լավ։ Դու ինձ ասա ինչ է պետք անել, իմ կյանքը իմ համար թանկ է։ Չկա երկրար ապրենք, ինքն լավ ասա։ Ապրես։ Ուրեմն նա ինչից ենք սկսում։ Պարտադիր, դու արդեն պետք է թարգես ծխելը վաղվանից։ Բացի դրանից, անպայման առավոտյան անում ես վարժություններ, պրես, վազել եւ այլն։ Դրանից հետո պարտադիր անցնում ես դիետայի։ Կարևորը կանոնավոր սնունդն է, պետք է կանոնավոր սնվել օրը 3 անգամ։ Եվ առանց խոսալու դրա մասին ընդհանրապես չենք խոսալու, քննարկում չկա։ Հարգում ես խմելը, հասկացար։ Այս դեղերն կվերցնեք եւ օրը 3 անգամ կխմեք։ Բաժո ջան, ես ինչ ես գրել, բան չեմ հասկանում։ Դու ցույց դու ակցիակայում իրանք կհասկանան, դու սարի։ Ապրես ցավատ տանեմ, դու ինձ փրկիր, դու իմ կյանքը փրկիր։ Հաջողություն։ Մեկ էլ երիտասարդ հələ մի րոպե։ Այդ հարբեցող ընկերներիդ կասես, բժիշկը ասում էր ես ձեր տիրոջ մերը։ Բուժ աղբեր։ Արա չես ընկերներս քֆուրանում, արա։ Որովհետև երիտասարդ, որ հիմա իրանց գնասացես բժիշկ ասելա թարգի խմելը, իրանք ասելու են խմիտո բժշկի տիրոջ մերն էլ ընդեղ։ Դրա համար ես ասեցի առաջինը ելնեմ։ Շարունակելով թեման չեմ կարող չնշել, որ հարբեցողները շատ դիմացկուն մարդիկ են։ Նրանք դիմանում են ամառվա շոկի, ձմեռվա ցրտին։ Պատկերացնում եք ինչպիսի դիմացկուն պետք է լինի մարդ, որ դիմանա -4 աստիճան ցրտի ժամանակ փողոցում քնելիս, այն էլ քարե բարձով։ Բայց դա հարբեցողների միակ դրական կողմը չէ։ Նրանք շատ անշահախնդիր են։ Պատկերացրեք ինչպիսի անշահախնդիր պետք է լինի մարդ, որ 150,000 դրամանոց հեռուստացույցը վաճառի 1 շիշ օղու գնով։ Բազե 47-նա, բազե։ Բազե իմ գազը հատել է, ես գազ չունեմ մաշինից մեջ։ Ուրիշի ասա թող գնա։ Հատել է ասում եմ, հատել։ Հատել է։ Լեյտենանտ Կիրակոսյան ձեր փաստաթղթերը։ Չունեմ աղբեր, հարցեր կան։ Այդ տարաղի շիշա ձերինը։
Մակուրթսի արաղա, խմես ապե։ Այդ տերևը լավ էլ խմած ես, հա։ Անգեժան, ես ոչ թե խմած եմ, ես ապե ժանը հարպած եմ։ Այսօր մի 10 շիշ խմել եմ, հեսա միշև Երևան հասնենք մի 10 ճիտեք խմեմ աղբեր։ Դե լսի քեզ ինչ եմ ասում, դու Երևան հասնիլ չտես, որովհետև ես քեզ տանիլ եմ տուգանային հրապարակ, եղավ։ Գայշնիկ աղբեր, դու իշես կարատանես հետ քո։ Տուգանային հրապարակի ֆանտաններ է ցույց տար, որովհետև դու այդ իրավունքը չունես։ Աշաշվել ես գադե։ Փլուշի հոտը վրից հետ գծեմ, հա, ոչ փաստաթուղթ ունես, ոտի վրա կարամ չես կանգնես, ոնց իրավունք չունեմ, հերիք չի այդքանը։ Հերիքա կասկես, հարցուկես։ Կարող եմ միադել ես խմատության տեստ անել։ Անենք ապե։ Կներեք ընկեր Կիրակոսյան, կարող է ձեր մոտ ավելորդ կավիճ լինի։ Աշաշվել ես գադեն, կավա գիտես մարդը մի դասատ ունեմ, արա իշ կավիճ, արա, Կավիճ կա շշով կգցեք։ Հիմա խմատության տեսնեք ալամ։ Արա, հայլի խմոց է։ Բրնեցիր էլի ապե։ Բայց մեկը ապե, դու ինչ ես կարա ոչ տավես, պլաշատկա, ոչ է վրես ակ գրես։ Կարամ, Արի գրազգանք չես կարա։ այ գրածգանք։ Ինչի վրա։ 34800 դրամի վրա համաձայն ես։ Համաձայն եմ, կիսես, դավայ։ Տես ես քեզ ոնց եմ տանում պլաշատկա, այդտեղ։ Դու դելարի տենա ոնց ես տանում, արա։ Բարև ձեզ։ Այս դե 34,800 դրամս դու։ Ինչ աշխատավարձ ենք Շատ սխալ կլիներ, եթե մեր ավանդական էջը ես ներկայացնեի այսպես. Սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք որոշել եք դառնալ հարբեցող, ապա հետևեք պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդներին։ Բայց դա այդպես չէ, ես ուղղակի դիմում եմ այժմ այն մարդկանց, ովքեր արդեն կոնկրետ հարբեցող են։ Լսեք պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ովքեր ունակ են ընդամենը մեկ բաժակ օղու մեջ խորտակել իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Սիրելի հարբեցողներ, եթե ձեզ առանց ջանք գործադրելու հաջողվում է հարամ անել հարսանիքներ եւ կնունքներ, ապա փորձեք չչարաշահել խմիչքը գոնե սքո արարողությունների ժամանակ։ Եվ այսպես պատկերացրեք, որ հոգեհացի արարողության ժամանակ խոսքը տրամադրել են ձեզ։ Այս իրավիճակում սթափ լինելը չափազանց կարևոր է։ Եկեք խմենք մեր կենտ ծաղեկի կենասը։ Մի հատ անեկդոտ պատմեմ ու խնդելուց կմերեք։ 2012 Արզուման գնաց։ Հեռացա մեզանից մեր գարուշ պապին միայնակ թողեց մեր Մարգոշտատին։ Ազիզ ծավակսում է։ Ժողովուրդ սաղի թրավիրը
եմ պայելու, դավայ, գնաց, երաշտությունը, հոպ, Ջան, Դավայ, Որ կա, Ժողովուրդ ջան, խմենք մեր Գարուշ պապի հիշատակի համար։ Եթե դուք լավ հարբել եք, ապա խորհուրդ եմ տալիս արարողությունից հետո տուն գնալ տաքսիով, քանզի տաքսու վարորդը ավելի հեշտ կգտնի ձեր տան հասցեն, քան դուք ինքներդ։ Արփած մարդու համար տաքսի նստելը չափազանց լուրջ փորձություն է։ Շատ կարևոր է ճիշտ հաղթահարել այն։ Ապե մասիվ են գնում, մասիվ։ Ապե մասիվ գնանք։ Massiv, abi, massiv kuşu. Եթե ամբողջ ճանապարհին տաքսիստի ներվերը ուտելով ձեզ հաջողվի հասնել տուն, ապա մի շարունակեք ուտել ձեր կնոջ ներվերը։ Պառկեք եւ քնեք։ Դու ով ես։ Պապ։ Ազիզ։ Այսօր միշև դուս պատիժելես խամենք։ Գնիկ, հորագինդ վեստուկ եմ։ Ազիզ, հանգարս կնգաշաս ես, որ մոտը դևեք է։ Ազիզ, դուք ես տպի, ես էցում եմ քնեմ։ Ազիզ մի հատ պարավիարի երկի լսեմ։ Ազիզ, կներես, այսօր մի քիչ շատ եմ խմել։ Ես գնամ քնեմ։ Ուրա կամերան։ Եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա վստահ եղեք, որ շատ շուտով կթողնեք հարբելու վատ սովորությունը։ Չէ որ խմելը վատ չէ, վատ է չափից շատ խմելը։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ապագայում իմ խմած գենացներից մեկը կարող է լինել ձեր։ Չմոռանաք ինձ։ Այսօր այսքանը, հուսով եմ շատերը հասկացան, թե իրենց ինչ է սպասվում չափից շատ խմիչք օգտագործելու դեպքում։ Հաջողություն։